Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հունվարի 27-ն է, երեքշաբթի։ Հունվարի 27-ը հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրն է։ Օրվա կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Օրվա խորհրդին անդրադարձել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանը։ Իր ուղերձում վարչապետը նշում է, որ հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օրը սահմանվել է մեր երկրի բանակի տոնի նախօրյակին եւ քաղաքացիները արդեն այն անվանում են երկնային բանակի օր։ Ժողովրդական այս ձևակերպման մեջ մեծ սեր կա եւ մեծ պատասխանատվություն, քանի որ յուրաքանչյուր ընկած զինվոր յուրաքանչյուրին տանքի անդամ է դառնում, այն պարզ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզ, հանուն մեզնից յուրաքանչյուրի։ Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է։ Սա է պատճառը, որ հիշատակի պատմական օր է սահմանվել, բայց այս օրից այն կողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհություններն իզուր չլինեն։ Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր ամեն Աստծո օր կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան։ Իսկ ինչ պետք է անել, ինչպես անել, որ մեր նահատակների զոհություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտորող։ Այս հարցին տրվել է հստակ եւ աներկբա պատասխան։ Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Վարչապետի համոզմամբ զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակը հավերժացնողն ու նրանց հետնորդներին ապրեցնողը, եւ մենք այսօր կենտրոնացած ենք հենց այս խնդրի վրա։ Հայաստանի Հանրապետության հարատևությունը, մեր պետականության ու նրա ինստիտուտների ուժեղացումը, պետությունը քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության աշխատող գործիք դարձնելը, մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, նաև երկրային բանակի շարունակական զարգացումն է այն անելիքը, որը մեզ հնարավորություն կտա նայել դեպի երկինք, մեր երկնային բանակին եւ ժպիտ ստանալ ի պատասխան։ Սիրելի իմ եղբայրներ եւ քույրեր, դուք իզուր չեք ընկել, ձեր զոհողությունը նոր գիտակցություն է ստեղծել, ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը, պարզեցրել մեր միտքը, ամրացրել մեր կամքը, ուժեղացնելու մեր պետությունը, կերտելու պետականակենտրոն մի ճանապարհ, որը բարեկեցության, անվտանգության, երջանկության, խաղաղության ճանապարհ է Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների համար։ Արցունքների միջով մենք ժպտում ենք ձեզ եւ խոնարհվում ձեր հարազատների առաջ, եւ ծնկի են գալիս ձեր առաջ, եւ գեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ուղերձում հետևյալն է նշել, թե քանի որ նախկինում չունեինք մեկ միասնական օր նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եւ այլ անձանց հիշատակը հարգելուն, այդ նպատակով է որոշվել հունվարի 27-ը սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այսօր հնարավորություն ունենք միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների մեր զոհերի հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին մեր երկրի Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ու զարգացումը։ Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ մենք պարտավոր ենք ապրել ու շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները։ Հավերժ փառք ու խոնարհում բոլոր զոհվածների հիշատակին։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյանն էլ Facebook-յան իր էջում տեսանյութ հրապարակել, գիծ գրելով. «Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայրենիքների հիշատակին։ Վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպառապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը ծաղիկներ են խոնարհվել Շիրակ գերեզմանատան զինվորական պանթեոնում։ Արցախյան պատերազմներում Հայաստանի պետական սահմանների պաշտպանության համար զոհված զինվորների շիրիմներին են այցելել Շիրակի մարզպետի աշխատակազմը, զինվորականներ, ազատամարտիկներ, համայնքային կառույցների, կրթական եւ առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներ։ Վաղ առավոտյան արդեն խնկաբույր էր Շիրակ գերեզմանատան պանթեոնը։ Տղաների շիրիմներին խունկ էին ծխում, ծաղիկներ էին խոնարհում։ Ծնողի լուր կամացուկ զրույցը նկարից նայող զավակի հետ անվերջանալի է։ Բոլորի հայացքները լուսավոր են, ինչպես իրենք էին պատկերացնում իրենց ապագան, բայց մնացին հավերժ 18-ից 20 տարեկան։ Զինվորական պանթեոնում արցախյան բոլոր պատերազմների 90-ականներից մինչև մեր օրեր ռազմական գործողություններին հայրենիքի պաշտպանության համար զոհված տղաների շիրիմներն են։ Խունգ ու աղոթքով ոգեկոչման արարողությունն ու ծաղիկների խոնարհումը բոլորի հիշատակին են, նաև նրանց, որոնք այս զինվորական պանթեոնում չեն հանգչում։ 90-ականների ազնիվ-ազնվական սերունդն էր կռվում, պայքարում հայրենիքի համար։ Պապերից, հայրերից շարանգած կամքն ու հպարտություն ունեցան նաև 18-ից 20 տարեկան այն տղաները, որոնք կռվեցին աննահանջ։ Մարտակերտի ուղությամբ ընթացող թեժ ու ծանր մարտերում հոկտեմբերի 2-ին զոհվեց հրետանու հրամանատար Արման Դրմեյանը։ Արմանը բոլորը դեղել է շատ մարդկային, զինվորներին շատ է սիրել, նաև խիստ եղել զինվորների նկատմամբ, ինչքան մարդիկ կան, ինչքան երեխեք են ծառայել իր մոտ, բոլորը գոհ են, հաճախակի հանդիպում են, աղջիկ ջան, միշտ պատմում են, միշտ լավ բաներ, բացի չեմ լսել։ Լավ ենք, մաչան, հեշտ բան չկա, մեզ հեշտ բան չկա, հանգիստ տեղի, նորմալ է, մամջան, ինքը հանգիստ, ամեն մեկ հետ չէ շփվի, ինքը մի քիչ ուրիշ ձև երեխա է, ինքը իր կարիերայի մեջ է շատ արված, մեծ ծրագրեր ու նպատակներ ուներ, որ նոր իր համար էր այդ նպատակը մնաց օդի մեջ լրիվ։ Սամվելը մասնագիտությամբ երաժիշտ էր, տան ավակ որդին։ Տանը նրան սպասում էին 3 եղբայրներն ու քույրը։ Ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց։ Զոհվել է հոկտեմբերի 25-ին ջրականի թեժ մարտերի ժամանակ։ Իսկ Մարտինը մի 3 ամսից վերադառնալու էր։ Բոլորը մոտեցող օրերն էին հաշվում, որ գար ու իր աշխույժ ծիծաղով տունը լցներ, շարունակեր իրեն այդքան հետաքրքիր ծրագրավորողի մասնագիտությունը։ Պատերազմի օրերին խոսում էր մոր հետ, վստահեցնում, որ ամեն բան լավ է լինելու։ Հոբարի 22-ին արդեն հետ պիտի գար։ Ինքը միշտ էլ կա։ Ինքը միշտ մեր կողքին է, հա։ Շարքային զինվորին մենակ չթողնելու, դիրքն ու խրամատը միասին պահելու երթմանը հավատարիմ մնաց Չոկատի հրամանատար Մարտուն Տոնոյանը։ 29-ամյա հրամանատարը իր զինվորների հետ զոհվել է Ջաբրայիլում 2020 թվականի հոկտեմբերի 14-ին։ Ջոգի հրամանատար էր, առանց իրան ծեր չեմ կրնա, առանց ընկերներից չեմ կրնա, մաճանես թողեմ։ Հայրենիքի համար գծառայր։ Եկավ դրանք դեմը կանգնած, ասեցի մինաշ ջան մի գնա, սա չեմ աբդեշտամ, սա որտեղ ընկերներս ընդեղ ես գնաց, բայց սա պետք է գամ։ Եկավ, չեկավ ամսու 6-ին, խաբարն եկավ հոկտեմբերի 6-ին, նահանջի հրաման էին տվել, նահանջ չէր ընդունել։ 24 տարեկան Մինասը ինչպես հայրենասեր շատ տղաների հետ կամավոր էր գնացել Արցախի սահման։ Ծնողներն ու 2 քույրերը վերադարձին էին սպասում, որ ամուսնացնեին։ Մարտի դաշտում հասցրել էր մի փոքրիկ գիրք գրել, պատերազմ սրտում վերնագրով, որ տուն գարու սիրելիին նվիրեր ծաղիկների հետ։ Մինասի ու հազարավոր հերոսների անավարտ նպատակների մասին են այսօր պատմվում։ Այդ պատմությունները սերունդներին հիշելու, ամուր լինելու պատգամն ունեն։ Այսօր իմ կարծիքով խոսքեր շատ պետք չի ասել, լուր խորել է պետք է մտածել անելիքների մասին, պետք է մտածել, թե մեր տղաների զոհաբերությունը, զոհողություններն ինչի համար են, ու հասկանում ենք, որ մեր տղաները իրանց ամենաթանկն են տվել Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար, Հայաստանի Հանրապետության հարատևության համար։ Եվ մենք բոլորս պարտավոր ենք ու պարտական ենք մեր տղաների կյանքի կենով պահած հողը պահել, շենացնել, զարգացնել ու խաղաղություն բերել։ Իրականում բոլոր պատերազմների իմաստը խաղաղությունն է։ Մեր տղաները իրենց կյանքի կենով խաղաղություն են բերել Հայաստանի Հանրապետությունը եւ թող հարատև լինի այն խաղաղությունը, որը մենք ունենք։ Շատ ծանր կենով խոնարհվում են բոլոր մեր նահատակների առաջ։
Զինվորական պանթեոն մարդկանց հոսքը դեռ երկար շարունակվեց։ Մոտենում էին տղաների շիրիմներին իրենց երախտիկը հայտնում ու ծաղիկներ խոնարհում։ Հայոց բանակի կազմավորման նախօրեին սահմանված հիշատակի օրը մարդիկ անվանեցին երկնային բանակի օր։ Նրանք դարձան հավերժ զինվորներ, մայրերը հավետ զինվորի մայրեր։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Այսօր առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-ից 55-րդ կիլոմետրի հատվածում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, 15 մեքենաներ են բախվել։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով կան տուժածներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ երկու քաղաքացու դուրս են բերել Ֆորդ Մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային։ Առողջապահության նախարարության տվյալներով 10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային եւ Երևանյան բուժ կենտրոններում, կան նաեւ ծանր դեպքեր։ Associated Press-ի փոխանցմամբ Միացյալ Նահանգների մեծ մասում մոլեգնող ուժեղ ձմեռային փոթորիկը խլել է առնվազն 30 մարդու կյանք։ Փոթորիկը լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել։ Աղետի հիմնական հարվածը ստացել են Ամերիկայի հարավային նահանգները։ Սառցե անձրևները վնասել են էլեկտրահաղորդման գծերը հյուսիսային Միսիսիպիում եւ Թենեսիի որոշ հատվածներում։ Խափանվել է օդային հաղորդակցությունը, երկուշաբթի ամբողջ երկրում գրանցվել է թռիչքի ավելի քան 12,000 ուշացում եւ չեղարկում։ Մեկ օր առաջ չեղարկվել էր բոլոր ներքին չվերթների 45%-ը։ Ազգային օդանավական ծառայությունը զգուշացրել է, որ սառնամանիքները կպահպանվեն։ Սպասվում է արկտիկական օդի նոր ներհոսք, որը կուժեղացնի ցրտերը ձյան տեղումներից եւ մերկասառույցից արդեն տուժած շրջաններում։ Մոսկվան եւս հայտնվել է ձնաբքի տակ, առատ տեղումների հետևանքով 9 բալանոց խցանումներ են, 50-ից ավելի չվերթներ հետաձգվել են, մինչ հունվարի 29-ը Մոսկվայում հայտարարել են եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը մնում է անորոշ, սակայն Թեհրանը հետաքրքրված է բանակցություններով։ Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մեծ նավատորմ է ուղարկել Իրան, այդ թվում հարվածային խումբ USS Աբրահամ Լինքոլն ավիակրի գլխավորությամբ, որը մտել է Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։ Այդուհանդերձ Թրամփն ընդգծել է, որ դիվանագիտական լուծումը դեռևս հնարավոր է, նրանք ցանկանում են գործարք կնքել։ Ես դա գիտեմ, նրանք բազմիցս կապի մեջ են եղել եւ ցանկանում են խոսել, ասել է նախագահը։ Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս պահպանում է ռազմական գործողությունների հնարավորությունը։ Միացյալ Նահանգները ներկայում մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, տեղակայելով լրացուցիչ կործանիչներ, տանկեր եւ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։